այսքան տարի էլ սպասել ենք այս քննիչ հանձնաժողովի եզրակացությանը։ Մեզի խոստացել են, որ եզրակացությունը լինելու է, մեզ ասելու են, մենք իմանալու ենք այդ ամեն ինչի մեղավորները ովքեր են, ու իրանք ստանալու են իրանց պատիժը։ Ինչ եղավ։ 25 թվականի սեպտեմբերին զեկույց աշխատանքը հայտարարեցին ավարտված, ելի ենք սպասում, որ ինքներ խոստացավ ստացեց անպայման մենք զեկույցը կանհանդոն։ Արեց չարեց, հետո իմանում ենք 2 ամիս վրենացնում է, հոպ, առանց ոչ մի խաբարի գնացել է ազգային ժողով, արխիվացվել է, գաղտնիազարդվել է ու վсё, պերտ։ Այդ ինչ է նշանակում։ Աժդիմաց ակցիայի ժամանակ ասաց 44-օրյա պատերազմում զոհված Արման Ղուկասյանի եղբայր եւ անհետ կորած զինծառայող Սարգիս Ղուկասյանի հորեղբայր Արսեն Ղուկասյանը։ Հիշեցնենք, մի խումբ հասարակական գործիչներ, զոհված ու անհետ կորած զինծառայողների հարազատներ հավաքվել են աժդիմաց, պահանջելով հանրայնացնել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի զեկույցը։ Ղուկասյանն էլ ընդգծեց, որ 6 տարի սպասել են իմանալ ովքեր են իրենց երեխաների հարազատների զոհվելու մեղավորները։ 2025-ի ամառային ու ձմեռային զորակոչի ընթացքում կազմակերպությանը դիմել է 75 զորակոչիկ, որոնց մեծամասնությունը 80%-ից ավելին առողջական խնդիրների հետ կապված հարցերով։ Զորակոչիկները մի քանի անգամ տարկետում ստանալուց հետո, առողջական վիճակի մեջ որևէ փոփոխություն չգրանցվելուց հետո, հաջորդ հերթական զորակոչին ճանաչվում են պիտանի զինվորական ծառայության համար եւ դրան նախորդում են բնականաբար թերի առողջական վիճակի հետազոտությունները, գանգատների չարձանագրումը։ Մեդիա կենտրոնում առողջության պահպանման իրավունքը բանակում եւ քրեակատարողական համակարգում թեմայով քննարկման ժամանակ ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի իրավապաշտպան Նազելի Մովսեսյանը։ Նրա խոսքով 10 դեպքով իրենք բողոքարկել են զորակոչիկի առողջության վերաբերյալ եզրակացությունները։ Այսօր մարտի 24-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքուրիքի մարզում ժամը 13:20-ի սահմաններում ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ճամբարակի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Ճամբարակ խոշորացված համայնքի Մարտունի բնակավայրի Ջաղի ձոր կոչվող տարածքում կինը սարից գլորվել ու հայտնվել է ձորում եւ նրան դուրս բերելու համար օգնություն է անհրաժեշտ։ Եվ այս ամենը մեզ հետ փորձում են անել մի ավտոբուս անհայրենիք անհավատները։ Եվ հարգելի հայրենակիցներ, ես կարծում եմ, որ շատ վաղուց արդեն ժամանակն է, որ իրենք վերցնեն իրենց այդ թուրքական նշաձողը ու անհետանան, պարզապես անհետանան Հայաստանի Հանրապետության ու հայ ժողովրդի կյանքից։ Անհայրենիքները պետությունից գողացողներն են, դրանց մեջ էլ ոնց որ ընտանիքի անդամ։ Աժհայտարարությունների ժամին իր ելույթը ավարտեց պատիվ ունեմ խմբակցության падգամավոր Աննա Մկրտչյանը, հիշեցնելով, որ ժամանակին Փաշինյանը խոսում էր Արցախի հարցում նշաձողը իջեցնելու մասին, արդյունքում հանձնեց Արցախը, իսկ այսօր Սահմանադրությունից անկախության հռչակագիրը հանելով խոսում են ինքնիշխանության նշաձողը իջեցնելու մասին։ Խնդրում եմ ձեր դաստիարակության մակարդակը ամեն անգամ այստեղ մի ցույց տվեք։ Մենք ձեզ շատ լավ ճանաչում ենք։ Ձեր ընտանիքներ ենք ճանաչում, ձեր վրա թվագրված քրեական գործերն էլ գիտենք։ Դե հանգիստ ձեր տեղը նստեք եւ հանգիստ ձեր տեղը նստեք եւ ձեր դաստիարակության մակարդակը այստեղ մի ցուցադրեք։ Ավելին իմանալու համար հետևեք Պանորամայինին եւ բաժանորդագրվեք մեր ալիքին։